Իմաստուն ընկերության մեջ լավ է հայտնի հանդիմանությունը, քան թե ծածուկ սերը։ Անկեղծ են բարեկամի տված վերքերը, բայց առատ են ատողի համբույրները։ Առակաց 27:5-6 Ընկերությունը կարող է հզոր ազդեցություն ունենալ մեզ վրա։ Իսկական ընկերները կասեն մեզ ճշմարտությունը խոսքերով, որոնք կարող են վիրավորել մեր հպարտությունը, բայց ի վերջո կբուժեն մեզ։ Վստահելի ընկերները կասեն այն, ինչի կարիք ունենք լսելու, ոչ թե այն, ինչ ուզում ենք լսել։ Մեզ զգուշացվում է, չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Ա Կորինթացի 15:33 Լավ է շրջապատված լինել մարդկանցով, որոնց ցանկանում ենք նմանվել։ Ահա մի քանի միտք, թե ինչպես են ուժեղ կանայք ընկերներ ընտրում։ Նախ համոզվեք, որ ձեր ընկերները ձեր կողմից են, ոչ թե ձեր դեմ։ Արդյոք ընկերական շփումից հետո մեծ մասամբ դժգոհում եք կամ զգում եք հոգնած, սպառված կամ բարկացած։ Գտեք ընկերներ, որոնք ներդրում են կատարում ձեր աճի մեջ, եւ ինքներդ էլ եղեք այդպիսին։ Երկրորդ, ձեզ անհրաժեշտ են այնպիսի ընկերներ, որը մղում է աճելու եւ կենտրոնանալու, թե ով եք ուզում լինել։ Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդը սրում է իր ընկերոջ երեսը։ Առակաց 27:17 Դուք ուզում եք ունենալ եւ լինել այնպիսի ընկեր, որ սիրով կասի ճշմարտությունը շողոքորթելու փոխարեն։ Անհամաձայնությունը կարող է օգտակար լինել եւ անկեղծ են բարեկամի տված վերքերը։ Եղեք համբերատար։ Վստահությունը եւ ընկերությունը ժամանակ են պահանջում։ Մտերմությունը չափից շատ անկեղծանալը չէ։ Դուք իրականում չեք ճանաչում ինչ-որ մեկին միայն քանի որ միմյանց մասին գիտեք ավելին, քան հարկավոր է։ Ես տեսել եմ, թե ինչպես են ընկերությունը ակնթարթորեն ձևավորվել եւ նույնքան արագ փլուզվել։ Ինչպես ցանկացած արժեքավոր բան, առողջ ընկերությունը պահանջում է ջանք։ Ընկերոջ իսկական կամ կեղծ լինելը բացահայտում է այն ժամանակը, երբ կարգավորում է կոնֆլիկտները։ Սոցցածերը ընկերություն ձևավորելու համար չեն, դրանք ծանոթություն ստեղծելու համար են։ Եղեք ուշադիր ընկերների ընտրության հարցում։ Խնդրեք հորը, եւ նա ցույց կտա ձեզ տարբերությունը կեղծ ընկերոջ եւ նրա, ով շարժվում է այն ուղղությամբ, որով դուք եք ուզում գնալ։ Եթե մեկը շարունակ նսեմացնում, դավաճանում կամ անտեսում է ձեզ, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք ընկերություն անում նրա հետ։ Ստուգեք ձեր շարժառիթները, գուցե անառողջ հարաբերությունների մեջ եք կամ ուզում եք ճանաչված լինել։ Աղոթեք, որ իմանաք Աստծո կամքը։ Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ բազմաթիվ մարդկանց հետ, բայց երբ ներդրում ենք կատարում նրանց կյանքում, համոզված եղեք, որ միմյանց հետ սիրով ճշմարտությունն եք խոսում։ Եկեք աղոթենք։ Աստված, ես գիտեմ քո կամքն է, որ լինեմ հասարակության մեջ եւ աճեմ ընկերության մեջ եւ միջոցով։ Օգնիր ինձ, որ խոհեմությամբ մտրեմ նրանց, ում հետ պետք է անցկացնեմ իմ ժամանակը։ Ամեն։